Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը փաստաբան Վահե Գաբրիելյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես պարոն Գաբրիելյան, վերջին ժամանակներս բավական հաճախ է խոսվում ֆինանսական արբիտրաժի մասին, ֆինանսական արբիտրաժ բանկային համակարգ գործակցության մասին, նախ ինչ ասել է ֆինանսական արբիտրաժ։ Ֆինանսական արբիտրաժը դա իրավական վեճերի լուծման այլընտրանքային հարթակ է դատարանին։ Հիմնականում ստեղծված է բիզնեսի համար, ինքը միջազգային փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի համար բավականին արդյունավետ հարթակ է, քանի որ խնայում ենք ժամանակ, վեճերի լուծման ժամանակ խնայում ենք միջոցներ։ Եվ հիմնականում ֆինանսական արբիտրաժի որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն լինում եւ դրանով սահմանափակվում է վեճը։ Բայց երբ որ մենք գործ ունենք արդեն առևտրային կազմակերպություն, ֆինանսական կազմակերպություն եւ քաղաքացի փոխգործակցության հետ, այդտեղ քաղաքացիների համար բավականին շատ խնդիրներ են առաջանում։ Օրինակ տեսեք, ծանոթությունների հետ կապված մեր ֆինանսական կազմակերպությունները, երբ որ քաղաքացին օգտվում է իրանց ծառայություններից, բանկերը, վարկային կազմակերպությունները սպառողական վարկերի պայմանագրերը կնքելիս կետ են ներառում արբիտրաժային համաձայնություն։ Ինչ է ենթադրում արբիտրաժային համաձայնությունը։ Դա մի փաստաթուղթ է, որը դու ստորագրելով համաձայնվում ես, որ առաջացած վեճերը բացառապես քննելու է ֆինանսական արբիտրաժը, առևտրային արբիտրաժը։ Եվ մի հատ շատ վատ կետ կա քաղաքացիների համար, հիմնականում բոլոր համաձայնությունների մեջ, որ բոլոր ծանոթությունները վեճի դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով են կատարվելու։ Հիմա մեր ոչ բոլոր քաղաքացիներն են, որ էլեկտրոնային փոստից ամենօրյա ռեժիմով օգտվում են։ Մարդ կարա ամիսը 1 ստուգի էլեկտրոնային փոստը, չստուգի, կամ տեխնիկական խնդիրների պատճառով այդ նամակը չստանա էլ։ Հետևաբար մարդը տունը նստած, իր մասին գործ է քննվում արբիտրաժում, ծանոթել են էլեկտրոնային փոստով, տեղյակ չի։ Երբ է տեղեկանում, երբ որ արդեն հաշիվների վրա արգելանք կա դրված, կատարողական վարույթ է հարուցվել, այստեղ նաև մեկ այլ խնդիր էլ ունենք, վերջի ժամանակներում շատ ակտիվ է այդ խնդիրը, օնլայն վարկերի հետ կապված, երբ որ հավելվածների միջոցով վարկեր են տրամադրվում։ Մենք այդ օնլայն վարկերին դեռ կանդրադառնանք, տեսեք, պարոն Գաբրիելյան, երբ կարող է բանկը դիմել ֆինանսական արբիտրաժի օգնությանը կամ միջնորդությանը, այսինքն երբ այդ 6 ամիս մուծման ժամկետն անցել է, թե մարդը կարող է 1 ամիս ուշացում ունենալ վարկի եւ արդեն գործը հասնի ֆինանսական արբիտրաժին։ Ֆինանսական արբիտրաժ դիմելու համար որևէ ժամանակային սահմանափակում առկա չէ, երբ որ առկա է պայմանագրի խախտում, գումարը վճարված չի, այդ պահից սկսած ֆինանսական կազմակերպությունը իրավունք է ստանում դիմել արբիտրաժին։ Իսկ ֆինանսական արբիտրաժը ինչ որ ժամկետ կա, որ այսքան ժամկետում է գործը քննում, թե էլի են ոնց որ դատարաններն են սովորաբար 2 տարի, 3 տարի, 4 տարի, թե այստեղ ինչ որ ժամկետ կա, կարճ է ժամկետը։ Ինքը ժամկետով սահմանափակված չի բացառապես գործի քննությունը, առևտրային արբիտրաժում գործերի քննությունը որպես կանոն կատարվում է գրավոր ընթացակարգով, բանավոր լսումներ առկա չեն եւ շատ արագ է լինում քննությունը։ Շատ արագ ինչ ժամկետի մասին։ Կարա օրինակ 1 ամսում ավարտվի գործի քննությունը։ 2 ամսում ավարտվի գործի քննությունը։ Եվ պարտադրեն սպառողին վերադարձնել ամբողջ վարկի այդ գումարը։ Ոչ միայն վարկի գումարը, տոկոսները, տուժերը, սպասարկման վճարները։ Շատ լավ, ենթադրենք ես վարկ եմ վերցրել X բանկից, իմ մուծման օրը, օրինակ, ամսի, չգիտեմ, հունվարի 3-ն է, ես դա վճարում եմ փետրվարի 1-ին կամ հունվարի 30-ին, եւ ֆինանսական արբիտրաժը ինձ, այսպես ասած, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկում, որ ձեր գործը արդեն մեզ մոտ է, եւ պահանջում են օրինակ այդ ամբողջ գումարը, որը դուք ասացիք, ես չունեմ, ինչ է անելու ինքը, եւ չունեմ իմ անունով որևէ գույք։ Շատ տարածված խնդիր է Հայաստանում հիմա։ Չունեք որևէ գույք, ձեր բոլոր հաշիվներին արգելանք կդրվի, որևէ շարժ չեք կարող գնալ աշխատել, նորմալ աշխատավարձ ստանալ, աշխատավարձի վրա բռնագանձում կտարածվի։ Չունեք ոչ մի գույք, մշտապես մնում եք պարտքի տակ։ Դրա համար հիմա շատ տարածված է կամավոր սնանկության գործընթացները։ Շատ են դիմում այդ քայլերին եւ ստիպված են։ Այսինքն բանկային համակարգի մեղավորությունն էլ էստեղ կա, որ մարդիկ ստիպված են։ Ես կասեի ավելի շատ օրենսդրական թերի լինել, օրենսդրության թերի լինելը։ Շատ դեպքերում, եթե մենք ճիշտ օրենսդրական կարգավորումներ տանք, օրինակ
սպառողական կրեդիտավորման մասին օրենք ունենք Հայաստանի Հանրապետությունում գործող եւ այդ օրենքում որոշակի սահմանափակումներ մտցնենք բանկերի համար, թե արբիտրաժային համաձայնություններ կնքելու տեսքով, թե օրինակ այնտեղ տուժ տուգանքների, սպասարկման վճարների, երբեմն վարկային կազմակերպությունների դեպքում այդ սպասարկման վճարները ահռելի են ուղղակի։ Տեսեք, հիմա հարցը որն է, ենթադրենք մարդը, որը որ ունի օրինակ գրանցված աշխատավարձը 200,000 դրամ է։ Վարկերը, որովհետև մեր կարող ես մի օրում տարբեր բանկերից վարկեր վերցնել եւ այդ բոլորը գիտեն։ Վարկերը գերազանցում են աշխատավարձի չափը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, ենթադրենք այդ արբիտրաժը, ֆինանսական արբիտրաժը ինչպես է կալանք դնելու, որովհետև այդ մարդու աշխատավարձը 200,000 է, վճարումը 400,000։ Մինչև 5 միլիոն պարտավորությունների պարագայում առևտրային արբիտրաժի մասին օրենքը նույնիսկ թույլ է տալիս արբիտրաժին միանգամից կատարողական թերթ ուղարկել հարկադիր կատարման առանց առաջիացիանի դատարանում որոշումը հաստատելու։ Արգելանքը դրվում է, քաղաքացիների մեծ մասը ստիպված գնում է դիմում է գրում, որ իր աշխատավարձի 30-ից 50%-ի վրա բռնագանձումը տարածվի, եւ ամեն ամիս այդ 30-ից 50%-ը քաղաքացուց բռնագանձում են մինչեւ վարկի մարումը։ Այսինքն այսպես թե այնպես չի, որ իրենք կարող են ամբողջ գումարը միանգամից վերցնել, եթե ես չունեմ այդ գումարը։ Դե հա, պրակտիկ անհնար։ Իսկ ինչու է այս դեպքում այդ գործընթացը երկարացվում, արդյոք բանկին ձեռնտու չի հաճախորդի հետ, սպառողի հետ միանգամից այդ գործարքը կնքել առանց արբիտրաժի միջնորդության։ Որովհետև լավ, եթե ինքը պահանջում է իր տրամադրած 2 միլիոն դրամը, ենթադրենք, եթե այդ 2 միլիոն դրամը այդ մարդը չի կարողանում էլի 1, 2, 3 կամ 1 շաբաթում վճարել, միևնույնն է էլի ձգվելու է ամիսներ, տարիներ։ Դե դրա համար էլ եմ ասում, այստեղ մենք գործ ունենք թերի օրենսդրության հետ։ Եթե օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարվեն եւ որոշակի սահմանափակումներ մտցվեն, այդ դեպքում միգուցե բանկերը ընդառաջել գնան քաղաքացիների շատ հարցերում, որը որ հիմա չկա։ Որովհետև այստեղ նաև մենք մեկ այլ գործիք էլ ունենք, որ շատ հաճախ երբ ինձ թվում է բոլորն էլ գիտեն, մենք ամեն քայլափոխի տեսնում ենք ինչ որ փակցված են վարկեր, սպառողական վարկեր, գնում ես ինչ որ մեկի մի շենքի նկուղում մի գրասենյակ է եւ եթե բանկը մերժում է քեզ, այդ կազմակերպության միջնորդությամբ ինչ որ ապառիկ են ձևակերպում, 50%-ը պահում են իրենց, 50%-ը տալիս են այդ սպառողին հետո։ Դա արդեն զեղծարարություն է տարածված, կեղծարարություն է, որից մեր քաղաքացիները շատ վնասվում են այսօր։ Մարդը տունը նստած ուղակի կարա նույնիսկ չիմանալ, էլի, որ իր անունով վարկ է ձևակերպվել, ինչ-որ գործարքներ են կատարվել, ու դա իմանում է, երբ որ արդեն գործը հարկադիր կատարման ծառայում։ Լավ, այս խնդիրը ոնց պետք է կարգավորվի։ Տեսեք, հիմա մեր ֆինանսական կազմակերպությունների դիրքորոշումը հետևյալն է. քեզ խաբել են, դու մուծի այդ վարկը, հետո գնա այդ խաբողի հետ քո հարցերը լուծեն։ Դա քրեական վարույթ կնախաձեռնվի, կբռնագանձես, ինչ կանես։ Բայց եթե մենք օրենսդրական լավ փոփոխություն ունենանք, որ չէ, այս դեպքում քաղաքացուն չեն խաբել, այս դեպքում բանկին են խաբել, ֆինանսական կազմակերպությանն են խաբել։ Բարի եղեք ձեր հավելվածները, ձեր այդ վարկի տրամադրման գործընթացները այնպես կազմակերպել անվտանգություն, այդ ռեսուրսներն էլ ունեն էլի ֆինանսական կազմակերպությունները, որպեսզի չհայտնվեք այդ իրավիճակում։ Վերջի վերջո դուք քաղաքացուն չեք տվել գումարը, փաստացի այդ մարդը գումար չի ստացել ձեզանից։ Դեպքում ինչի պետք է այդ բացասական բեռը կրի քաղաքացին։ Բայց ես նաև այս առումով մի հարց էլ չեմ կարողանում հասկանալ, պարոն Գաբրիելյան, տեսեք, դուք ասում եք արբիտրաժը որոշումը կայացնում է, ինչ որ պարտադրում են այսքան ժամկետում ամեն անգամ աշխատավարձից պահումներով մարել այդ վարկը։ Բայց եթե այդ մարդը արդեն օրինակ այդ աշխատավարձը, որը ստանում է, ես էլի եմ ասում 200,000 դրամ աշխատավարձ, վարկը 400,000 է, այդ 200,000-ը արդեն կարող է հենց այն բանկը գանձել, որից աշխատավարձը ստանում է։ Ինչ անելու մյուս բանկը, մյուս վարկը, մյուս այսպես ասած այն կազմակերպությունները, որոնք տրամադրել են այդ վարկը։ Ինչ էր անում։ Քաղաքացու վրա լինում է մի քանի կատարողական վարույթներ իր հանրագումարով եւ աշխատավարձի 50%-ը ամեն ամիս բռնագանձում են։ Դրանից մարդիկ վատ սոցիալական վիճակում են էլի հայտնվում, չեն կարող իրանց այլ կենցաղային հարցեր լուծել, ու տենց կա նաեւ տեսակետ, որ ֆինանսական արբիտրաժ բանկ համագործակցություն է նկատվում։ Ես մի քիչ այդ հարցում զգույշ կարտահայտվեմ, բայց դե բնական է, եթե արբիտրաժը իր հիմնական վեճերի հետ կապված գործերը ստանում է որոշակի ֆինանսական կառույցից,
Հետևաբար այդ ֆինանսական կառույցից է իր դրամական հոսքերը, ինչը սովորական ընդհանրության դատարանի դեպքում անհնար է պատկերացնել, որտեղ դատավորներ աշխատավարձը ստանում են պետությունից, հետևաբար այո, հնարավոր է տես բան, չեմ բացառում։ Իսկ այս դեպքում ինչու է, այսպես ասած, խնդիր համարում, որ ֆինանսական արբիտրաժը նամակներ ուղարկում է էլեկտրոնային փոստով, այլ ոչ թե հենց փոստով։ Ինչու ենք խնդիր համարում, տեսեք, ընդհանրության դատարանում երբ գործը քննվում է, օրենսդրությունը այնպես է կարգավորում այդ հարցը, որ դատարանը մի շարք գործողություններ անում քաղաքացուն ծանոթելու հետ կապված, ակտիվ գործողություններ։ Հասցեով նամակ են ուղարկում, եթե նամակը հետագալի համայնքի ղեկավարին են ծանոթում եւ այլն, որովհետեւ մարդը տեղեկացված լինի, որ իր վերաբերյալ գործ է քննվում, կարողանա իր շահերը ճիշտ ներկայացնել։ Իսկ էլեկտրոնային փոստի միջոցով հարց է, մարդը ծանոթվել է, թե չէ, տեղյակը թե չէ։ Դա խնդրահարույց է։ Բայց չկա տարբերակ, որ մարդը կարող է հայ-փոստի միջոցով ծանոթվել եւ հրաժարվել այդ նամակը վերցնելուց։ Այդտեղ օրենսդրությունը կարգավորում ունի, եթե հրաժարվել է, նշում է կատարում, որ հրաժարվել է, եթե հրաժարվել է, արդեն տեղյակ է, որ խնդիր կա։ Հետևաբար համարում ենք ծանոթված իրեն։ Դա արդեն իր ոչ իրավաչափ գործողություն է։ Եվ այսպեսի մի հարց է, բանկը երբ իրավունք ունի պահանջել այդ վարկը կամ չգիտեմ բռնագանձում, որովհետև ժամանակին ես ընդհանրապես չեմ առնչվել այդ դեպքերի հետ, բայց ես գիտեմ, որ ինչ որ 6 ամիս հետո, երբ չեն մուծում, արդեն գործը հասնում է հարկադիր, հիմա արդեն ստացվում է այնպես, որ կարող է 1 ամիս հետո, եթե ինչ որ խախտում է նկատվել, սկսվի այս իրավիճակը։ Այո, նույնիսկ եթե վճարման խախտում էլ չկա, բոլոր վարկային պայմանագրերում այդ կետը կա, եթե վարկառոյի ֆինանսական վիճակը վատ թարացել է, ըստ ֆինանսական կառույցի վերլուծության, կարող խզի պայմանագիրը եւ ամբողջ գումարը պահանջի։ Այդ կետը հիմա կա արդեն։ Բոլոր վարկային պայմանագրերում առկա է նման կետ։ Լավ, իսկ եթե այդ մարդու ֆինանսական վիճակը վատ թարացել է, ոնց է այդ վարկը վերադարձնելու։ Հայտնվել է վատ ֆինանսական վիճակում։ Շատ այս դեպքում այս օրենսդրական խնդիրը ոնց պետք է կարգավորվի, որովհետև իրականում բաց է լինում, եթե մարդու ֆինանսական վիճակը վատ թարացել է եւ բանկը պահանջում է հետ իր տրամադրած գումարը, ինչ որ մի խնդիր է, չի առաջանում եւ սպառողի համար եւ բանկի համար։ Գիտեք, օրինակ, եթե փոփոխություն կառաջարկեք դուք կամ առհասարակ փաստաբանական համայնքը։ Եթե օրինակ մենք վերցնենք սպառողական կրեդիտավորման մասին օրենքում որոշակի փոփոխություններ անենք, արգելենք քաղաքացու հետ արբիտրաժային համաձայնության կնքումը։ Կետ մտցնենք, որ պետքա նախ ֆինանսական կառույցը մի հատ քաղաքացուն լսի, հասկանա, եթե մարդու մոտ չնախատեսված ֆինանսական խնդիրներ են առաջացել, օրենսդրական առումով պարտավոր լինի որոշակի լրացուցիչ ժամանակ տալ մարդուն, որպեսզի իր ֆինանսական հարցերը լուծի։ Այդ դեպքում ինձ թվում է ահագին կթեթևանա մարդկանց բեռը։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ գրավոր քննությունը պետքա դարձնել լսումներով, հա, ոչ։ Այո, միանշանակ։ Ինչու՞։ Մենք գիտենք, որ շատ հաճախ մարդիկ անգամ դատական նիստերին չեն գնում մասնակցում։ Շատ հաճախ չեն գնում մասնակցում, բայց կան քաղաքացիներ, որոնք կուզեին մասնակցեին, որոնք կուզեին իրենց իրավունքները պաշտպանեին դատարանում, ու հնարավոր է ինչ որ կոնտր դովդներ էլ ունենան։ Որ տեսեք, իմ ֆինանսական վիճակը ասես վատ թարացել է, ես չեմ կարողանում վճարել։ Հնարավոր է այդ ընթացքում բանակցեին ֆինանսական կառույցի հետ ինչ որ հաշտության համաձայնության գային։ Հնարավորությունը պետքա տրվի։ Բայց այս դեպքում դուք նշեցիք, որ ֆինանսական արբիտրաժը գործը շատ կարճ ժամկետում է քննում։ Այո։ Մոտ 1 ամիս, հա։ 1 ամիս, լինում է 2 ամիս, կարճ։ Եվ այս խնդիրներից խուսափելու միակ տարբերակ արդյոք նաև այն չի, որ սպառողները բանկի հետ պայմանագիր կնքելիս իրենք էլ պետքա կարդան, չնայած այդ մի քանի էջանոց պայմանագիրը այնքան մանր է գրված եւ չեմ կարծում թե սպառողների մեծ մասը անգամ դա կարդում է այդ պայմանագիրը ստորագրելիս։ Ոչ միայն պետքա կարդան, նաև պետքա հետամուտ լինեն իրանց իրավունքները ճիշտ իրացնելու հարցում։ Այսինքն, օրինակ, եթե տեսնում են որոշակի վիճահարույց կետեր պայմանագրում, կարող են առաջարկել, որ այդ կետերը փոփոխվեն։ Օրինակ, տեսեք, սպառողական կրեդիտավորման մասին օրենքը ուղղակի արգելում է, եթե դու արբիտրաժային համաձայնություն հրաժարվում ես կնքել, դա բանկի համար առիթ չի կարող հանդիսանալ, որ քեզ վարկ չտրամադրեն։ Բայց մենք ունենք հակառակ պատկեր այսօր։ Այսօր եթե դու չկնքես այդ համաձայնությունը, քեզ ուղղակի չեն տրամադրի։ Եթե մեր քաղաքացիները կարդան պայմանագրերը, օրենքից մի քիչ տեղյակ լինեն,
կարող են օրինակ այդ օրենքի կետը լավ հոգուտ իրենց օգտագործել։ Եվ եթե ինչպես դուք եք ասում, վարկ չտրամադրեն այդ դեպքում։ Դու կարելի է պարտադրել, որ տրամադրեն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը փաստաբան Վահե Գաբրիելյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։